Սպանված 21-ամյա տղայի մայրը դատարանում դանակով հարվածել է իր որդու սպանության գործով մեղադրյալին և փախել։ Վանաձոր բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից շտապ օգնության ավտոմեքենայով նշված հիվանդանոց տեղափոխված կալանավորված անձ Լոռու մարզի Ստեփանավանի Աշոտաբերդի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ-ի կյանքը։ 22-ամյա երիտասարդը որպես մեղադրյալ ներգրավված է եղել անցած տարվա հուլիսի 17-ին մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ Ստեփանավանի բնակիչ 21-ամյա Հայկ Մ-ին սպանելու գործով։ Նա մի խումբ անձանց հետ ըստ մեղադրանքի սպանել են 21-ամյա Հայկին դինայրել և Ստեփանավանի վարչական տարածքում, Դաշտամիջյան տարածքում հողով և քարերով թաքցրել։ Դատական նիստին սպանվածի մայրը վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել էր Էրիկ Դ-ին։ Դատելով կատարվածից մայրը փորձել է այս կերպ վրեժխնդիր լինել իր որդուն դաժանաբար սպանողներից մեկից։ ԲԴԽ-ից հայտնել էին, որ դանակահարվածին վիրահատել են և նրա վիճակը կայուն է։ Հոկտեմբերի 27-ին Արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկություն են իրականացրել դատապարտյալի մոտ տեսակցության եկած քաղաքացուհի Ա.Դ-ին։ Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել առանձնապես խոշոր չափի 21.3 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող սև զանգված։ Ա.Դ-ն ձերբակալվել է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության Վանաձոր տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ ներկայացվել քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչություն։ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային, ինչպես նաև օպերատիվ հետախուզական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ավտոտեխնիկայի ծառայության նախկին պետը 2021-ից 22 թվականներին զորամասի ավտոհավաքակայանի տարածքից գաղտնի հափշտակել է ընդհանուր 575,000 ՀՀ դրամ արժողությամբ 16 անվադողեր, որոնք նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է գողություն։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Սյունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 24-ին Սյունիք բնակավայրում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են կամազ մակնիշի մի բեռնատար ստուգման արդյունքում պարզվել է, որ բեռնատարի թափքում մոտ 20 մետր խորանարդ փայտանյութ կա։ Պարզվել է նաև, որ վարորդի ներկայացրած փաստաթուղթը ժամկետանց է և նախատեսված է եղել մեկ այլ կամազի համար։ Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Օխտար բնակավայրի տարածքից, ինչի համար անտառապետը համապատասխան փաստաթուղթ չի տրամադրել։ Կամազի վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության կապանի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 95 գրամ զանգված։ Կամազը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը նախաքննական մարմին։